Բարեբախտություններս իմ հարգարժան ռադիո ունկնդիրներ, եթերում մենք ենք մեր բարերը։ Այսպես արդեն 20 տարի թավ ու հանդարտ ձայնով, առանց ռադիոընկնդրի ինտելեկտը փորձության ենթարկելու, առանց չիմացածի համար սաստելու, սխալի համար սրտնեղելու, Հայաստանի վաստակավոր լրագրող Վարդգես Ավետիսյանը մարդկանց ճիշտն է սովորեցնում։ Մի բառը, մի աշխարհ է։ Վարդգես Ավետիսյանի հետ բառերի աշխարհում։ Մենք եւ մեր բառերը։ Հանրային ռադիոյի «Մենք եւ մեր բառերը» հաղորդումը եթերում է արդեն 20 տարի, հայերենի շքեղությունը ռադիոլսողին հասանելի դարձնելու, ճիշտ բառեր ընտրելու, դրանք տեղին օգտագործելու, անվրեպ արտասանելու, կարճ ասած հայերեն բառերին առնչվող ամեն բան սովորեցնելու առաքելությամբ։ Իմ գործընկերներից մեկի աղջիկը ինձ մոտ հայերեն էր պարապում, ասել էր մորը, ես կուզենայի մի երիտասարդի հետ ամուսնանալ, այնպիսի երիտասարդի, որ ինձ այնքան շատ սիրեր, ինչպես Ինկեր Ավետիսյանը հայոց լեզուն աշացում։ Հիմա ես հայոց լեզվով հիվանդացել եմ արդեն։ Գեղեցիկ ու ճիշտ խոսելով հիվանդացած Վարդգես Ավետիսյանը համառորեն փորձում է վարակել բոլորին։ Տարեստարի բուժառուները շատանում են, մասնագետից ճիշտ խոսելու դեղատոմս են պահանջում։ Զանգերն անդադար են։ Սկզբից իհարկե այսքան շատ չէր, հիմա արդեն տունել են զանգում անգամ գիշերը, անհանգստացնում են ճակերտավոր, բայց կապը բնականաբար սկզբից մի փոքր ավելի քիչ էր, հիմա ահռելի է կապը։ Իսկ այ մենք հանրային ռադիոյի աշխատակիցներս մրցակցային առավելություն ունենք։ Վարդգես Ավետիսյանը մեր լեզվի ոստիկանն է, ամենաբարին ու արդարամիտը, ամենախստապահանջն ու ուշադիրը։ Իհարկե ռադիո ընդունիչը միշտ իմ գալուց հետո միացվում եմ, ես բնականաբար աշխատում եմ եւ զուգահեռաբար լսում եմ, ինչ է կատարվում եթերում, խոսքի իմաստով, եթե անգամ ականջս որսում եմ իսխալ, գրի եմ առնում, պարզապես ով է հաղորդման հեղինակին, ժամը եւ այլ վերիպակը եթե կա, հայտնվում է տախտակին գրության տեսքով։ Եթե հարցեր կան սխալի հեղինակի հետ, անձամբ հանդիպում ենք, խոսում ենք, պարզաբանում ենք, ստուգաբանում ենք, նշում ենք պատճառները, հիմնականում հետագայում չսխալվելու տարբերակը։ Վարդգես Ավետիսյանի խորուրդ հորդոր շտկումները մեծ ու վառ կարմիր լույս են ռադիոյի մարդկանց սխալների ճանապարհին։ Մենք գիտենք, որ պիտի խոսենք անսխալ, եթերից հնչեցնենք միայն օրինակելի խոսք եւ ջանում ենք անել դա ռադիոյի ռադիոլսողի հայերենին թունդ սիրահարված Վազգեն Ավետիսյանի լեզվական հիվանդության նկատմամբ անսասան հարգանքով։ Որքանով է ստացվում, ճշտում ենք հենց նրանից։ Տիրոջ իրավունքով ասեմ, ուրեմն հետևում եմ ոչ միայն ձեր, այսինքն լուրերի եթերը, բնականաբար հետևում եմ ամբողջ ռադիոյի խոսքը եթերում, հետևում եմ նաև մնացած հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների, ասեմ, որ մի փոքր շողոքորթեմ, հանրային ռադիոյի միակ ճիշտ խոսող, իհարկե թերությունները չհաշված փոքրինչ, դա լուրերն է։ Ձեր լուրերը։ Մենք կփորձենք երես չառնել գովեստից, բայց դա մի քիչ բարդ է։ Ի վերջո գործ ունենք արդեն 20 տարի այս աշխատասենյակից հայերենի բառարանները պարզ մարդկային լեզվով պարզաբանող մարդու կարծիքի հետ։ Իդեպ աշխատասեղանին բառարաններ չկան։ Իմ սեղանը լեցուն է հիմա թորներից նկարներով, իսկ ձեր նշած բառարանները տանն են։ Եվ այստեղ գլխում դու ուր հայոց լեզուն ուր դու գնդակից բացի ինչ ես տեսել։ Սա եղել է Վարդգես Ավետիսյանի կուրսընկերների կարծիքը։ Դասերին չներկայացող, ֆուտբոլով տարված ու դրանից բացի շատ քիչ բան նկատող երիտասարդն այսօր արդեն կուրսի միակ մարդն է, ով լեզվի դեսպան է դարձել եւ դեռ շարունակում է աշխատել հանուն մեծագույն սիրո հայոց լեզվի։ Գնալով ինձ մոտ սերը շատանում է եւ դա արդեն վերածվել է հիվանդության։ Ես հայոց լեզվի հիվանդ եմ։ Նոր բնորոշում։ Մենք եւ մեր բառերը հաղորդման 20-ամյակի արդիվ կարելի է մաղթել ամեն լավ բան, բայց այս մի լեզվական հիվանդությունից առողջանալու մաղթանքը Վարդգես Ավետիսյանին չենք ուղի։ Այն տարեստարի կխորանա ճիշտ, մաքուր, պարզ ու գեղեցիկ հայերենը ռադիոհաճախականությամբ ավելի ու ավելի շատ մարդկանց հասցնելով։ Արուսյակ Կապուկչյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։